Երևանի քաղաքապետարանում անցկացվել է դպրոցական ավագանու հերթական նիստը, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այն վարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը ողջունելով պատանի ավագանու անդամներին շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որպեսզի ձեր իրավունքները մշտապես լինեն պաշտպանված, որպեսզի հավելյալ գործիքակազմեր մեզ այլևս պետք չգան։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ։ Փոխքաղաքապետը նշել է, որ նիստին մասնակցում է 65 աշակերտ, որոնք նախապես ներկայացրել էին իրենց առաջարկներն ու զեկույցները։ Նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը նշել է, որ տարբեր դպրոցներից ներկայացվել է 69 զեկույց, որոնցից քաղաքապետարանի մասնագիտական խմբերը հաստատել են 64-ը։ Բացի այդ, առանձնացվել են 7 աշխատանքներ, որոնք ստացել են առավելագույն միավորները գնահատման արդյունքում։ Նրանք մեզ հետ են պատրաստական ներկայացնել իրենց զեկույցները Երևանի քաղաքում առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կիսվել իրենց տեսլականով դրանց լուծման ուղիների մասին։ Փոխքաղաքապետն էլ հայտնել է, որ օրակարգում ընդգրկված է 7 հիմնական հարց։ Դրանց թվում առանձնացվել է Երևանի թիվ 134 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Սահակյանի ներկայացրած հոգեկան առողջությունը որպես անտեսված իրավունք նախագիծը։ Հոգեկան առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից է, այն պետք է լինի այնպես հասանելի ու պաշտպանված, ինչպես ֆիզիկական առողջությունը։ Երբ այս իրավունքը անտեսվում է, դպրոցը դադարում է լինել պաշտպանիչ միջավայր եւ աշակերտը մնում է միայնակ իր հույզերի ու խնդիրների հետ։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային, հետևողական եւ մարդկային մոտեցում։ Առաջին հերթին առաջարկում եմ դպրոցներում ներդրել հոգեբանական ժամ, շաբաթական 1 դասաժամ, որը պետք է անցկացվի պրոֆեսիոնալ հոգեբանի կողմից։ Այս ժամերը չպետք է լինեն դասական ձևաչափով, այն պետք է ստեղծեն ազատ, անկաշկանդ մթնոլորտ, որտեղ երեխաները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, հույզերը, մտահոգությունները։ Այս միջոցառումը կարող է նպաստել ինքնազգացողության բարելավմանը, վստահության ձևավորմանը եւ դասարանի ներսում համերաշխ մթնոլորտի կայացմանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ հայ աշակերտը որպես մշակութային կրթության դեսպան նախաձեռնությունը, որի հեղինակն է Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Շահբազյանը։ Այս զեկույցի նպատակն է գնահատել, ինչքանով են Երևանի աշակերտները ճանաչում իրենց մշակույթը, ինչպես կարող են հանդես գալ որպես մշակութային դեսպաններ, ինչպիսի մեխանիզմներ կարող են խթանել միջազգային համագործակցությանը։ 2024-2025 ուստարվա ապրիլին 7-ից 9-րդ դասարանների 60 աշակերտի մասնակցությամբ անցկացված հարցումը ցույց տվեց. 35% էր ծանոթ հայկական պարերին եւ երաժշտությանը։ 68%-ը չէր մասնակցել միջազգային մշակութային նախագծերի, 90%-ը պատրաստական էր ներկայացնել հայ մշակույթը, եթե ունենար համապատասխան հարթակ։ Այս տվյալները վկայում են աշակերտների մեծ ներուժի, սակայն մեխանիզմների բացակայության մասին։ Այնուհետև նիստում ներկայացվել է նաև Երևանի օդի աղտոտվածության հիմնախնդիրները թեմայով զեկույցը, որը ներկայացրել է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիա Նավասարդյանը։ Երևան քաղաքը գտնվում է օդի աղտոտվածության գագաթնակետին, կարելի ասել, եւ ես դրա համար ընտրել եմ հենց այս հիմնախնդիրը։ Ես կատարել եմ հետազոտություններ եւ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ըստ ԱՀԿ-ի տարվա մեջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածությունից։ Այս ուղղությամբ ունեմ մի քանի առաջարկներ, դրանցից առաջին եւ ամենագլխավոր առաջարկը այն է, որ ցանկացած շինարարության համար հաստատվեն հստակ ժամկետներ եւ չխախտել այդ ժամկետները եւ Երևանի կենտրոնում դադարեցնել բարձրակարգ շենքերի կառուցումը։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ շատ կարևոր է նաև 180 գրամ քառակուսի մետր ցանցերով ցանցապատումը շենքերի։ Իսկ թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտ Հայկ Նավասարդյանի ներկայացրած «Մի անձրևի պատմություն» վերնագրով զեկույցը, որում աշակերտը բարձրաձայնել է հորդորատ անձրևների հետևանքով մայրաքաղաքում առաջացող հեղեղումների, կոյուղիների ծանրաբեռնվածության եւ ջրահեռացման համակարգերի խնդիրները։ Նա առաջարկել է բարեփոխել հեղեղատար համակարգերը եւ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կանխելու համար անձրևաջրերի կուտակումը հատկապես մարդաշատ փողոցներում, ինչին արձագանքել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Արդեն 51 հասցեներում մենք գույքագրել ենք քաղաքը, պատվիրել ենք դրանց կառուցման, վերակառուցման նախագծան նախահաշվային փաստաթղթեր, շուտով պարզ կդառնա ֆինանսական ծավալը, ինչքան գումար է պետք, իսկ դա ահռելի թիվ է լինելու, ֆինանսական միջոցների առկայության դեպքում մենք արդեն պատրաստ կլինենք իրականացնելու նոր հեղատարների կառուցման եւ եղածի վերակառուցման համար։
Բացի այդ, պատանի ավագանիները բարձրաձայնել են բակային տարածքների բարեկարգման, խաղահրապարակների անվտանգության, տրանսպորտի, մշակութային կենտրոնների, նաև աղբահանության խնդիրների մասին։ Աշակերտները հանդես են եկել մի շարք առաջարկներով, ուղղված քաղաքային միջավայրի բարելավմանը։ Երեխաներն ընդգծել են, ցանկանում են ապրել ավելի մաքուր եւ անվտանգ քաղաքում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։